Այդ նույն պարագան էլ Տիկին Արփինեն հայտարարեց Արցախահայությանը։ Դեռ չի նշել, որ այսինչ մասնատում ելնելու, այսինքն Արցախից վարորդական վեկալած Հայաստանում զրկվածինը չի հասնելու, ստեից վեկալած դեռ զրկվածինը չի հասնելու։ Մենակ տրամադրել են, որ Արցախն վեկալ է, Արցախն զրկվել, իրանց են տրամադրում, ինքն է կոչվում է վարորդականի կորուստի վերականգնում։ Դե իմի էնել են արել, որ ստեղից վեկալած դեղ զրկված իրանք էլ են հետում վեկալում։ Իմ պարագան ես դեից եմ վեկալ ես դե զրկվել։ Լագոնե թույլատեն է իրանց ասած օրենքը 50,000-ը ես վճարեմ, թողելի 6 բալով տա։ Իմը ինգաց ամեն անգամ գալի դիմում են գրում, արդեն որ երրորդ անգամ ենք ստե դիմում գրում, ՆԳՆ դիմում գրում, ստե դիմում գրում, ՆԳՆ դժվար է մի հատ ընդհանուր ուսումնասիրել։ Կատախմատության պատճառով եմ զրկվել, էդի 24 տարվա վարորդ եմ եղել, առաջ անգամ ադի իմի սաղն եմ մի անգամ սխալվում եմ։ Նես չի որ աշխարհի վերջն է։ Սաղի նխմատությանը, որ վերականգնված է։ Ես Արցախում ստացել, ստե զրկվել եմ։ Հա, ասամա չի հասնում։ Ինչի պատճառաբանությունը չեն կարող ասել։ Ինչի։ Թող մի հատ էդի սաղ վերանային, այս մարդկանցը վերանային, Ռուսաստանի զրկվածը վերանային, այդ ուրեմն Ռուսաստանից գալի, ռուսական վարորդականով գալիս տես զրկվում է, այդմ Ռուսաստանում իր քաղաքացին է, սուս 5 րոպեում իր վարորդականը վերականգնում վեկալում, բայց այս մարդիկ Ռուսաստան զրկվել են, լավ կյանքից չեն գնացել Ռուսաստան ասել, աշխատանքի համար են գնացել, հա դե իմի ստացվել է, կիվատա որ դու քո հայրենակիցիդ հանես վարորդականը տաս, ասես վաշե չմտածես, դու քո երկրում ես, քեզի պրոբլեմ չունես։ Հազարատ հարց կա, անջատած ազգային ժողովում իրար են փրթում, էս են անում, են անում, այդ հարցերի շուրջ մտածեք, մարդկանց կյանքը բարելավեցեք, մարդիկ ձեզանից ասած, օպարը ձեզանից ոչ մի բան չենք ուզում, ոչ պաշտոն ենք ուզում, ոչ տուն ենք ուզում, ոչ այսաղ վարձով մնացող մարդիկ ենք։ Տվեք մեր փաստաթուղթ, տվեք մենք էլ աշխատենք նորմալ մարդավարի կարանք ապրենք։ Հետո որ հանցագործ ենք դառնում, ասում խիս հենց արեցիր։ Բա դե տենց այլ լինելու։ Հիմի ոնուց որ իմանաս երեխեդ սոված, ավտոն էլ տակը դա չես ելնելու, քշես 2 կոպեկ վեկալես։ Քշելու ես, բա ինչ ես անելու։ Բայց ես 2 տարուց ավել զրկված ռուլին վաշե չեմ էլ նստել։ Ասել եմ համբեր եմ, տուշտուգանք չլինի, մի հատ պրոբլեմ չլինի, թող ըստ օրենքի լինի։ Հուլիսի 6-ին հրաման հանեց բոլորին, դեռ չնշվեց մասնատում, գնացինք արցախցիներին չի հասնում։ Հիմա նորից ելանք պայքարի, նենց եղավ որ Արցախում զրկվածին հասնում է, դեղից վեկալած տեղից զրկվածին չի հասնում, բայց ոչ միտեղ չի նշվել որ Ռուսաստանը չի հասնում 17, 18, 19 հազար